Great. Thank you very much. Excellent. Great to see you. Ադրբեջանում որոշ շրջանակներ, այդ թվում նաև երկրի ղեկավար Ալիևի մակարդակով Հայաստանի ինքնիշխանության 60%-ը շարունակում են համարել Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանը համարում է, որ սա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Նա իր պատկերացումներն է ներկայացնում։ Այդ իրավիճակից դուրս գալու ելքը երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Փաշինյանն այս զրույցի ընթացքում հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Հարցազրույցավարը Փաշինյանին հարցնում է. խաղաղություն կնքել ցանկանալու ֆոնի վրա ինչ տպավորություն է ստանում Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ, հատկապես վերջին հանդիպումների ընթացքում։ Conversation was positive. Դրական էր խոսակցությունը, մենք պայմանավորվեցինք, որ պետք է աշխատենք այս թեմայի շուրջ, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, Ալմա-Աթայի հռչակագրով համաձայնեցված տեքստում է նշված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը։ Երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հիմնվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվս մեկ կարևոր դրույթ կա, որի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը չունեն տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվ որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարի, թե Հայաստանն ունի տարածքային պահանջներ այդ երկրի նկատմամբ, Փաշինյանը Հայաստանի սահմանադրությանն է հղում տալիս։ So our constitutional Մեր երկրի սահմանադրության մեջ չկա եւ ոչ մի տարածքային պահանջ Ադրբեջանի կամ որևէ հարևան պետության նկատմամբ, ուստի ինչ է իմ ասելիքը, եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունն այն պարտավոր է ուղարկել սահմանադրական դատարան։ Փաշինյանի ձևակերպմամբ, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ պարագայում ըստ Փաշինյանի Հայաստանը ստիպված կկանգնի ընտրության առաջ։ I said already publicly that if our constitution Ես հրապարակային ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ։ Այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր ՍԴ-ն որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել։ Խորհրդարանում պայմանագրի վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան մեր պետական օրենսդրությունը։ Հայաստանն ըստ Փաշինյանի եւս ունի որոշակի մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության մասով։ Փաշինյանի ձևակերպմամբ, սակայն Հայաստանը դրա մասին չի բարձրաձայնում։ why Քանի որ մենք տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում այդ հարցը մեր պարագայում եւս լուծված եւ որոշված է, ուստի մենք պետք է գնանք եւ ստորագրենք այն, որպեսզի լուծվեն բոլոր խնդիրները։ Իսկ եթե չստորագրվի, մտավախություն չկա, որ կողմերի միջև լարվածություն, պատերազմ կլինի։ you know I already said that they won't be Ես արդեն ասացի, որ չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն։ Տեսեք, մենք կենտրոնացած ենք եւ մենք փորձելու ենք այն հուլիսին ստորագրել։ Մենք շարունակաբար փորձելու ենք այդ ուղղությամբ աշխատել եւ ի վերջո կստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ կհաստատենք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի մոտ 12 կիլոմետրը սահմանազատված է։ Սահմանազատված մասն ըստ Փաշինյանի անվտանգային երաշխիքներով տարածք է եւ դարձել է իրականություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։